Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմունիտետի տաղավարում սցենարիստ, դերասան, պրոդյուսեր Գարիկ Սեփխանյանն է։ Բարի օր, Մեդիահաբի եթերում իմունիտետն է, ես Ռոզի Ավետիսովաս։ Իմ տաղավարում է այսօր սցենարիստ, դերասան, պրոդյուսեր Գարիկ Սեփխանյանը։ Գարիկ, ողջույն։ Ողջույն, Ռոզի։ Շատ ուրախ եմ քեզ իմ տաղավարում տեսնել։ Նմանապես։ Ես ասացի սցենարիստ, դերասան, պրոդյուսեր։ Հիմա այս պահին ֆոկուսը այս երեքից որի վրա է ավելի շատ։ Չեմ կարող առանձնացնել։ Երեք իրար հետ կապ ունեցող Երեքով էլ հասցնում ես միաժամանակ զբաղվել։ Փորձում եմ։ Փորձում ես։ Ոչ մի դաշտ չի տուժում կարևորը։ Տուժելը գիտեք ոնց է, ինքը ինչ որ մի բան հա կարա տուժի, բայց քանի որ կոլեկտիվ աշխատանք է, մենակ չեմ անում այդ ամեն ինչը։ Հիմնականում աշխատում եմ Գրիգորի հետ, Դանելյան ու եւս շատ մարդկանց հետ, փորձում ենք որակը չգցենք, եթե երեքով էլ զբաղվում ենք, որակը չգցենք, էլի ինչ որ մի հատ պոզիցիայի որակը չընկնի։ Փորձում ենք աշխատում ենք, ստացվում է ոնց որ դա։ Երբ մենք նկարահանումների էինք, չբացենք ճակերտները, ինչ նկարահանումներ դեռ, դու ասում էիր, որ շատ բան ունեք գրելու, շատ սցենարի վրա կա աշխատելու գործ, եթե գաղտնիք չի, ինչ հետաքրքիր նախագծեր են մեզ սպասում, այդ ինչեր են գրվել եւ գրվում։ Չէ, գաղտնիք չի, արդեն հայտարարված է, մենք մայիս ամսին ունենալու ենք Full House-ի համերգ ներկայացումը Լոս Անջելեսում։ Մայիսի 3-ին։ Մայիսի 4-ին, 10-ին, երկրորդը ունենալու ենք, դրա վրա ենք աշխատում հիմնականում, այս պահին, սցենարական աշխատանքի վրա, ու եւս ունենք Full House-ի հետ կապված մի նորություն, որը շուտով կհայտարարենք։ Դեռ գաղտնիք թողենք։ Գաղտնիք թողենք, հա, բայց լինելու է մեր հեռուստադիտողը կտեսնի այդ նորությունը երևի գալող տարվա մեջ։ Եկող տարի։ Այո։ Full House-ի 10-ամյակն եք, չէ՞, այս տարի նշում, նվիրված է ներկայացումը 10-ամյակին, բայց Միացյալ Նահանգներում է լինելու, իսկ Այստեղ աշխատում ենք այդ ուղղությամբ, ինչ խնդիրներ կա այս պահի դրությամբ, որ այստեղ չենք կարող անել, բայց հուսամ աշնանը, չեմ խոստանում, չեմ ուզում հայտարարած լինեմ ու չլինի, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, որ այստեղ նույնպես ունենանք այդ ներկայացումը։ Ես եթե չեմ սխալվում, տոմսերը շատ արագ էին, հա, սպառվում, երբ արդեն հայտարարել եք ներկայացման մասին։ Դուք սպասում եք այսպիսի արձագանք։ Դե անկեղծ ասած, հա, որովհետև շատ սպասված սիրված հաղորդում է եղել, սիթքոմ է եղել Full House-ը։ Մինչև հիմա Full House-ի ավարտից հետո, մինչև հիմա ես մոտավորապես մի 4-5-6, չգիտեմ, քանի պրոյեկտում նկարահանվել եմ, բայց մինչև հիմա փողոցում ինձ տեսնում են, ինձ ռուբու են ասում, որտեղ Full House-ի կերպա, այսինքն մարդիկ չեն դադարում նայել, նայում են նույնիսկ իրան 18 թվականին, եթե չեմ սխալվում, 17-18 թվականին վերջացրել ենք, իսկ վերջացել է, բայց 4 տարեկան երեխա կա փողոցում ինձ տեսնում, ռուբոնա նայ, բան ինքը ծնված չի եղել, մենք վերջացրել ենք հաղորդումը, բայց հիմա նայում են։ Հա, սերունդներով այսպես նայում են, չգիտեմ, չեմ կարող բացատրեմ իր ֆենոմենը ինչումն է, բայց մարդիկ նայում են, սիրում են ու մենք էլ չենք ուզում հիասթափեցնենք մեր հեռուստադիտողին ու ինչ-որ նորություններով հանդես կգանք անպայման։ Մի քիչ ուզում եմ խոսել քո պրոդյուսերական գործունեությունից։ Պրոդյուսերը այն մարդն է, ով պետք է լավ իմանա շուկան, ճանաչի շուկան, հասկանա ինչ պրոդուկտ պետք է անել այս պահին, որ պրոդուկտը, այսպես ասած, լավ կկրակի, եւ դուք ձեր նախագծերը ամեն դեպքում շարունակում են առաջատար մնալը։ Ինչպես եք դա հաջողացնում։ Դա երևի փորձն է, այսինքն համարյա 20 տարվա փորձն է TV-ում աշխատելու փորձը, որ դու տիրապետում ես բոլոր ինֆորմացիաներին, այսինքն այդ աշխատելու ընթացքում տիրապետում ես բոլոր նրբություններին, ամեն ինչին մանրակրկիտ տիրապետում ես, մանավանդ եթե սցենարիստ ես, գրելուց դու պետք է իմանաս այդ ինֆորմացիաները, ուզես թե չուզես։ Ու ինձ թվում է դա է բերել նրան, որ ես փորձում եմ ինչ-որ պրոդյուսերական աշխատանք անել, ու այդ գաղափարները ինչը որ ծնվում են, այսինքն տվյալ պահին ինչ պահանջարկ կա շուկայում, այսպես ասեմ, դու մտածում ես այդ ուղղությամբ, այսինքն դու կարողանում ես տիրապետել այդ ինֆորմացիան, ամենակարևոր բանն է, որ տիրապետում ես ու ըստ դրա դու որոշում ես ինչ կարելի է անել։ Շատ կարևոր է հետևել
հեռուստատեսային ֆիլմ, չգիտեմ, ֆիլմ արտադրության այդ ոլորտի Կա մրցակցություն այսօր, հա, մեծ է մրցակցությունը։ Ֆիլմ արտադրության մեջ, այո, մրցակցությունը մեծ է, բայց քանի որ նոր ենք ֆիլմ արտադրության մեջ ոնց որ մտնում, նկարահանել ենք, միասին խաղացել ենք, մեր կարելի ասել առաջի ֆիլմը, Գորի հետ Կիրակոսյան, որ նկարահանեցինք, նորա մուտքը, կոպիտ ասած, բայց հուսանք վերջինը չի լինի ու պլաններում կան եւս մի քանի նախագծեր, որտեղ ֆիլմ արտադրությունը այն իր դժվարություններն էլ ունի, դու պետքա նախապես մի տարի կամ 2 տարի շուտ դու սկսես պլանավորել անելիքներդ։ Ու հաշվարկես շատ ավելի հստակ ամեն ինչ։ Շատ լրիվ մաթեմատիկա է։ Այդպես, փորձում ենք հիմա TV պրոյեկտներում էլ կան ինչ-որ նախագծեր, որ ապագայում պլանավորել ենք լինի, տեսնենք։ Իսկ դու որպես պրոդյուսեր եւ ձեր թիմը ինչ գերնպատակ կա, ինչպիսի պրոդուկտ ստեղծել, որակի առումով փոփոխություն անել, նորություն անել, ինչ կա, որ նոր բան բերել։ Ես միշտ հակված եմ եղել ստեղծել մի հատ այնպիսի պրոդուկտ, որը որ երկարատև կյանք կունենա։ Այսինքն չստեղծել մի բան, որ մարդիկ նայելու են, մի ամիս հետո մոռանան դու ինչ ես արել։ Դա շատ կարևոր է, երբ որ դու ինչ-որ բան ես մտածում, որը երկարատև կյանք ուզում ես, որ ինքը երկար ապրի։ Բայց դրա համար պետք է առաջինը որակյալ պրոդուկտ տա։ Միանշանակ, այսինքն դու պետք է այնպես հաշվարկես այդ ամեն ինչը, որ դու կարողանաս այնպես գաղափար ունենաս, այնպես պրոդուկտ ներկայացնես, որ ինքը երկար մարդիկ նայեն, ոնց որ օրինակ եմ ասում Full House-ն է, ես չեմ կարող բացատրեմ իր ֆենոմենը որտեղ էր, մեր ճիշտ հաշվարկները երևի, չգիտեմ, թե ինչներ, բայց ինքը երկարատև կյանք ունեցող սիթկոմ է, որը որ մինչև այսօր մարդիկ նայում են։ Դրանից հետո մենք էլի ենք արել ինչ-որ պրոյեկտներ, որը որ ճիշտ է, տենց իրապես արձագանք չեն ունեցել, բայց էլի պրոյեկտներ են, որոնք մարդկանց մոտ տպավորվել է, հիշում են ու դեռ կհիշեն, ինձ թվում է։ Իսկ փորձում ես շրջանցել այն միտքը, որ պահանջարկն է ստեղծում առաջարկ, այլ դու լինես, հակառակը լինի առաջարկը ստեղծի պահանջարկ, այդպես առաջնորդվես։ Ոնց է, եթե դու որակով պրոդուկտ ես տալիս, այսինքն մարդիկ նայելու են, այսինքն ես չեմ ընկնելու հասկանամ փողոցում մարդիկ ինչ են ուզում, որ ես ըստ դրա մտածեմ։ Ես գլոբալ եմ մի քիչ ավելի նայում, հեռուստադիտողի պահանջարկի հետ կապված, մի քիչ ավելի գլոբալ ես նայում ու եթե դու որակով պրոդուկտ ես տալիս, որտեղ ծնողը կարա թույլատրի իր երեխան էլ նայի, որտեղ շատ պրոյեկտներ կան, որտեղ չեն թողում ծնողը իր երեխային չի թողում նայի այդ պրոյեկտ։ Դա շատ կարևոր բան է, ֆակտոր է, երբ որ հեռուստացույցի առաջ նստած երեխան, ծնողը ու իրանց տատիկ պապիկը կարողանում են նայել միաժամանակ մի հատ հաղորդում, որ բոլորին հետաքրքիր է։ Դա այդ գաղտնիքա, չգիտեմ գաղտնիք ասեմ թե ինչ ասեմ, միշտ այդպես ենք մենք մեր պրոյեկտները ստեղծել, որ բոլորի համար հետաքրքիր հասանելի լինի ու արգելքներ չլինեն արանքում, որ ծնողը երեխային չթողի կամ հակառակը, չգիտեմ, երեխան ծնողին չթողի։ Այդ պահանջարկը, այսինքն Էտա լավ պրոդուկտ տվեցիր, մարդիկ նայելու են կամ սիրելու են կամ չեն սիրելու, բայց պետք է երկար հաշվարկես, որ կարողանաս դու դա ստեղծես էլ այդ ամեն ինչը։ Քո ասած երկարատև պրոդուկտ, երկար կյանք ունեցող։ Հա, երկար կյանք ունեցող պրոդուկտի մասին է։ Իսկ դաշտում ամեն դեպքում կան ուրիշ պրոդյուսերական թիմեր, ուրիշ հարթակներ, որտեղ սիթկոմներ են արվում, հա, լավ ֆիլմեր են արվում եւ որոնք որ մրցակցություն են ստեղծում ու մի քիչ անհանգստացնում են քեզ որպես հարթակում աշխատող, թե չէ։ Կան լիք պրոդյուսերներ կան, մարդիկ կան, պրոյեկտներ կան, որ արվում են, բայց երբեք չեմ մտածել, որ իրանք կարող են ինձ խանգարեն կամ ես իրանց։ Ես անում եմ իմ աշխատանքը, ինքը անում է իր աշխատանքը։ Բայց երբեմն մրցակցությունը լավ բան է ստեղծում, հա, որակ է սկսում բարձրանալ դրա արդյունքում։ Իհարկե, տենց է, ուղղակի միացած բան կա, մենք Full House-ից հետո արել ենք եւս 2 պրոյեկտ, Սյուրպրիզը եւ Դեպի ճամբար պրոյեկտները, ու երբ որ կոմենտները կարդում ես, միշտ տակը գրած է
մեկը full house-ը լավն է, մեկը full house, այսինքն դու քո հետ կոնկուրենցիայի մեջ ես, էլի, այսինքն Այսինքն ամեն դեպքում դուք հարթակում դեռ առաջատարն եք եւ համեմատականներն ու մրցակցությունը ձեր նախագծերի մեջ։ Ես չեմ ուզի այդ ասեմ, որտեվ իմ կողմից գլուխ գովալ չլինի կամ չգիտեմ, թող մեր հերոստատիտողը մեր ժողովուրդը ասի այդ մասին։ Մենք խոսում ենք քո նախ 3 պրոֆիլով աշխատում ես, հանդարտ նկարահանումների ես զբաղված ես, տանը չես կարողանում լինես շատ հաճախ, բայց գիտեմ, որ կնոջդ հետ շատ առողջ հարաբերություններ ունեք։ Այ ո՞րն է ձեր երջանկության գրավականը միասին։ Ձեր այդ զբաղվածության հետ մեկտեղ։ Մենք արդեն 13 տարի է միասին ենք ապրում, մենք եղել ենք մի կուրսից։ Երկուսս էլ սովորել ենք ռեժիսուրա, այսինքն ինքը հասկանում է ինձ, չնայած ինքը ճիշտ է մասնագիտական չի աշխատում այս ոլորտում, բայց լավ հասկանում է թե իմ զբաղվածությունը ինչքան է, ես ինչքան կարող եմ տունը լինել, ինչքան շրջագայությունների կամ չգիտեմ համերգների, հասկանում ենք իրար, ինչ-որ գաղտնիք երևի սիրում ենք իրար, դրանից է չգիտեմ։ Իսկ դուք այդ երկարատև բացակայությունները ինչպես ես կոմպենսացնում ամեն դեպքում։ Բնականաբար նվերներով։ Որտեղ բոլոր կանայք կաշառակեր են։ Ես գնալու եմ եթեր եւ կինոդ տեսնելու է։ Դե չէ, այնպես չի որ ինքը։ Չէ, իրականում կնոջը, որ հասկանում է տղամարդու աշխատանքը, դրությունը եւ վեճեր չի սարքում, այսպես ասած, եւ պատմություն չի դարձում, դա այդպիսի կնոջը այո, պետք է միանշանակ պարգևատրել դրա համար, այդ համբերության համար։ Ես փորձում եմ ամեն ինչ անել, հիմնականում, այսպես ասեմ, նվերը իմ շրջագայության տեսքով է լինում, տարին մի անգամ մենք փորձում ենք ինչ-որ մի երկիր գնանք, տեսնենք, չգիտեմ։ Իր համար դա ավելի կարևոր է, քան ինչ-որ հագուստ կամ նյութականի մասին։ Ну, ինքն էլ է շատ, ես էլ եմ շատ ուզում, ինքն էլ շատ կուզի, որ մենք միասին ավելի շատ ժամանակ անցկացնենք, բայց ցավոք աշխատանքը գիտես, մեր աշխատանքը ինչ է։ Դու շատ ես քո գործի բերումով նաև շրջագայում, հա, երկրից դուրս ես լինում, գալիս ես, հետո կնոջդ հետ ես գնում շրջագայության։ Այդ գալիս է մի բան, որ հասկանում ես, որ հոգնել ես այդ շրջագայություններից, ինքնաթիռ նստելուց այստեղ այնտեղ, թե ամեն դեպքում աշխատանքայինը ուրիշ է, իսկ միասին վայելել, չգիտեմ, թանգարաններ, տեսարժան վայրեր, այդ ուրիշ է։ Դե բնական է ուրիշ է, հա, դե հոգնել կա, բայց եթե դու հասկանում ես, որ քո կնոջը կարող ես դրանով ուրախացնել ու լրացնել այն բացը, որը որ աշխատանքի բերումով չես կարողացել իրեն տաս, իհարկե հաճելի է գնալ, պտտվել, ման գալ, հոգնում ենք իհարկե թռնելուց շատ ես հոգնում, բայց դա ինչ արած։ Մի տարի կար օդում երևի ավելի շատ էի եղել, քան գետնի վրա, այդպես ցիտ էինք լրիվ դառել։ Համաձայն ես, որ երջանիկ ամուսինները այն ամուսիններն են, որոնք ընկերներ են։ Այո, որտեվ այս սկզբի շրջանում, երբ որ ամուսնանում ես, մի քիչ ուրիշ ձև է։ Քիմիան շատ է դեռ, չէ՞, պատրանքները։ Սերը բան այդպեսի բան։ Հետո կամաց այդ ամենը փոխվում է, փոխադարձ հարգանքի, փոխադարձ փոխզիջումների, ու դա ամրացնում է ավելի շատ ընտանեկան հարաբերությունները ամուսինների միջև։ Այո, ես չեմ թաքցնի, ես շատ որ իմ հարազատ եղբորը հետ կամ ընկերոջս հետ կարող է ինչ-որ հարցեր չկիսվեն, բայց ես իմ կնոջ հետ բնականաբար այդ հարցերը կիսում եմ։ Ինքը քո համար առաջին ընկերն է։ Իսկ գործի առումով, եթե ինչ-որ գաղափար ունես նախագծի կամ ինչ-որ բան ես գրել, առաջինը կինդ է աչք անցկացնում, թե ամեն դեպքում չէ։ Ինքը աշխատում է չխառնվի իմ աշխատանքին։ Հա լինում է ինչ-որ մի բան կարող է այն չանեմ, ասի ես բանը սենց հսար է, ինչ լավ չի կամ լավ է կամ փոխի կամ սենց ինչ-որ մի բան, ինչ-որ նոր կերպար է կամ ես իմ ինչ, բայց ինչ-որ բում պրոցեսին իմ աշխատանքային ինքը չի խառնում։ Ես մեկ գաղտնիք բացեմ, ինքը ես 18 տարի Armenia TV եմ աշխատում, երբեք Armenia TV չի եկել։ Չի մտել ներս, որտեղ տենց է։ Չի խառնում իմ աշխատանքին։ Իր աշխատանքն ունի, ինքն էլ երկար տարիներ լրագրության մեջ է աշխատել, ճիշտ է, արդեն մի 2-3 տարի չի աշխատում, բայց երկար տարիներ աշխատել է, նույնն էլ ես երբեք չեմ խառնվել իր աշխատանքին, որտեղ դա անձնական է, էլի ավելի շատ։ Անձնական տարածք է։ Հա, անձնական տարածք է,
դու քո կոլեկտիվում ինչպես ես, ինքը ինչպես է, Așa պետք չի ես իմանամ, չգիտեմ, ինչ որ լիքը նրբություններ կա, պետք չի իմանամ այդ մասին, նույնն էլ ինքը։ Եթե ինչ-որ բանի կարեք լինի, դուք պատմում եք իրար։ Բնականաբար, հա, եթե ինչ-որ հարցեր կա, որ պետք է կիսվել, խորհուրդ հարցնել եւ այլ, բնականաբար այդ ամեն ինչը կա։ Իսկ այդ ընկերությունը դու ասացիր, որ դուք այո, ընկերներ եք, այդ ընկերությունը ինչպես է ձևավորվել։ Մենք անկեղծ ասած, որ նոր ամուսնացել են հեշտ չէր, դժվարությունների մեջով շատ ենք անցել միասին ու հաղթահարել ենք այդ դժվարությունները։ Երևի հենց այդ էլ ամրացրեց մեր հարաբերությունները ավելի, որ միասին երկուսով կարողանում ես ինչ-որ խնդիրներ լուծես երկուսով, դու ես նեղված, ինքն է քո կողքին, ինքն է նեղված, դու ես իր կողքին ու հենց այդ էլ ամրացնում է ինձ թվում այդ հարաբերությունները։ Այսինքն դժվարությունների մեջով անցնելով դու կարողանում ես ամրացնես քո հարաբերությունները կնոջ հետ կամ հակառակը։ Ես նախորդ հյուրիս հետ էլ էի խոսում սրա մասին, որ միշտ ես այսպես եմ մտածում, որ երբ տղամարդը ինչ-որ հաջողության է հասնում, ուրեմն նրա թիկունքում ուժեղ կին է կանգնած, այո, եւ ինքը վստահ է գնում ինչին որ ինքը հավատում է, վստահ է գնում դրան առանց վախենալու եւ հաջողում է։ Երբևէ մտածել ես, որ եթե Սյունեն չլիներ իմ թիկունքում, գուցե ես այսքանից չհասնեի։ Միանշանակ այդպես է, մարդը, ով որ քեզ օգնում է, քեզ ստիմուլ է տալիս քո որոշումների մեջ, նույն հաջողությամբ էլ ես իր որ Դա շատ կարևոր է, երբ որ դու շատ բան ես պլանավորում ու կողքից պետք է մի հոգի, ով որ հավատում է քեզ ու վստահում է, որ քո որոշածը շատ ճիշտ ես որոշել, ես քո կողքին եմ, կոպիտ ասած ժարգոնային բառերով դուխով գնա առաջ ու ամեն ինչ ստացվելու է։ Դրանից ու դու արդեն չես կարա այդ ինչ որ մտածել ես չանես։ Լավ, որտեվ քեզ հավատում որտեվ քեզ հավատում, որտեվ տեսնում ես, որ ինքն ասել լավ է, պետք չի, բան ասես, բայց դու ուզենա իր անել, բան դեռ ասել լավ, մեկը ասելա պետք չի, օքեյ, բայց երբ որ դու ասում ես լավ բան եմ մտածել, այս բանը ուզում եմ անեմ, ու ինքն ասում է ես քո հետ եմ, դու խոտ չգցես գնա առաջ ինչ պետքա կանեմ, դու արդեն պարտավորվածություն ես զգում ու ստիպված ու դուխով ավելի գնում ես առաջ ու անում ես քո գծածդ քո ինչ որ մտածել ես։ Ու հաջողում ես։ Միանշանակ դա հաջողություն է։ Որտեվ երբ որ չգիտեմ, դա շատ կարևոր ֆակտոր է, շատ։ Երբ որ քո արածիդ վրա չեն կասկածում, այլ դուխ են տալիս ու դու գնում ես առաջ։ Երբ նոր էիր սկսում քո գործունեությունը, ով էր քո կողքին այդ ժամանակ, որ այդպես քեզ հավատում էր, ասում էր գնա դու կարող ես, դու ճիշտ ճանապարհին ես։ Հա, եղել է հայրս, ճիշտ է, մասնագիտական սովորել եմ, բայց ինչ որ ընդմիջում է եղել միջ աշխատանքի անցնել է։ Հետո որ առաջարկ եղավ եկա, հետո ես մտածում եմ, ասում եմ, բա այս գործը ոնց պետք անեմ, այն գործը բաներ կա պլանավորած, այ բա պետք անենք այս բան։ Ասում եմ, դու գործ չունես, դու գնա, որ կոպիտ ասած, այն որ սկզբնական շրջանում նույնիսկ գրպանդ փող է դնում, որ դու գնաս ու դու անես, որտեղ դու երազանքի հետևից։ Քո երազանքի հետևից գնաս ու ինքը հավատում է, որ դու անելու ես, դա ստացվելու է։ Դու այդ պարտավորվածությունը զգում ես քո մեջ, որ այս մարդը կոպիտ ասած կամ մարդիկ ընտանիքիս անդամները, որ իրանց կոպիտ ասած, իրանց բերանից կտրում են քեզ տալիս են, որ դու գնաս քո նպատակին, դու էլ պարտավորված պետքա իրանց սպասելիքները արդարացնես։ Այսինքն դու պետք է ապացուցես այդ մարդկանց, որ դուք արել եք իմ համար, ես հասա սրան։ Ես շնորհակալ եմ ձեզ։ Այդ եղել է իմ ընտանիքս, հայրս, ով ինձ օգնել է ու ես հասել եմ։ Բայց կոնկրետ հենց մասնագիտության մեջ արդեն հետագայում ընկերներս նույն մենչը Գոքորը, Սարգոն Կալպակյան մեր ընկերական թիմ կա, որ ինձ օգնել են միշտ, որպեսզի ես կարողանամ առաջ գնալ ու երևի չեմ իրենց սպասելիքները նույնպես արդարացրել եմ։ Քեզ ինչպես ես հիմա զգում այդ երկար դժվար ճանապարհը անցնելուց հետո տարբեր սցենարիստ, հետո դերասան ու արդեն պրոդյուսերություն, քո նախագծերը եւ դեռ էլի նախագծեր կան, հա, ոնց հասկանում եմ քո մտքում, որոնք պետք է իրագործես եւ ուզում ես իրագործես։ Այդ ճանապարհը անցել ես հիմա այդ հպարտության զգացում ասեմ, թե ինչ որ մի այսպես բավարարվածության հրաշալի զգացում։ Ինչ ես զգում։ Նայ, եթե երբ որ ես
իմ աշխատանքից գոհ լինեմ, ասեմ, վերջ, ես լավ բան եմ արել, այդ օրը ես կմահանամ, կվերջանա որպես մասնագետ։ Կանգ կառնես դու։ Դրա համար միշտ քո արած աշխատանքը պետքա դու մտածես, որ ինչ-որ թերություն կա, բայց մյուսում ավելի լավ է սլնելու։ Մյուսում նույնպես մտածես, բայց այս բանն էլ սենց էր, այն մյուսում դրա համար այն որ ստիմուլա քեզ աշխատելու, դու քո թերություններդ վերացնելով գնաս ու ունենաս լավ բան, լավ կատարելագործվես, ավելի պրոֆեսիոնալ, որտեղ այս մասնագիտությունը դու նույնպես լավ գիտես, որ ինքը միշտ պետքա աշխատես քո վրա, միշտ պետքա կատարելագործվես ու ամեն արածդ պրոդուկտից հետո ավելի լավը փորձես անես։ Եվ եթե մի քիչ խելոք ես, ինքդ քեզ չես կարողանում գոհացնել։ Իհարկե, դա էլ կա, ու մեկ էլ մի հատ էլ բան կա, որ քո այս երկար տարիների արածիդ մեջ ընդհանրապես պետքա մի կամ 5 րոպեանոց մի հատ ինչ-որ սայթակում ու արածը տնկնում է ջուրը, որտեղ շատ կարող է ինչ-որ բան սխալ հաշվարկես եւ սխալ հաշվարկես կամ չգիտեմ, ինչ-որ մի բան այն չգնա ու պրոստը ամբողջ արածը տնկնի ջուրը։ Մարդկության մեջ է այդպես, որ միշտ լավ բան ես անում, լավ բան ես անում, լավ բան ես անում, մեկ էլ մի օր ինչ-որ մի բան անում, միշտ բոլորը այդ են հիշում։ Իսկ եղել է ինչ-որ նախագիծ կամ ինչ-որ բան, որ դու հանկարծ այդ սայթակելու շեմին լինես, բայց ճիշտ որոշում կայացրած ինչ-որ տենց վտանգավոր փուլեր եղել են։ Ես չեմ մտաբերի տենց, որ ինչ-որ մի հատ վտանգավոր տեղ կանգնած եմ եղել, բայց ամեն պրոյեկտ անելուց առաջ դու կանգնած ես կոպիտ ասած այդ վտանգի առաջ, որտեղ չգիտես մարդիկ ոնց կընդունեն քո արածը։ Նոր պետք է ճիշտ հաշվել, ընդհանրապես հաշվարկ, մաթեմատիկա է, ընդհանրապես։ Ես նաև ուզում եմ խոսել որպես դերասան քո հայտնի լինելու մասին, ես հիշում եմ այն շրջանում, երբ Full House-ը ակտիվ էր, բոլոր դերասաններին Full House-ի, որտեղ երեխաները, հատկապես երեխաները տեսնում էին, այսպես խմբով երեխաներ մոտենում էին, նկարվում էին։ Բան չի փոխվել։ Ու ճնշումը շատ էր, կարծում եմ առ այսօր այդ ճնշումը կա։ Երբևէ դիսկոմֆորտ ունեցել ես դրանից, այդ ակտիվությունից։ Դե իհարկե գալիս է դու ես դերասանուհի, դու լավ ինձ կհասկանաս, լինում է դեպքեր, որ ուզում ես մենակ մնաս, բայց դու չես կարող, դու ուզում ես միտեղ գնաս ու հանգիստ աննկատ լինես։ Հա, աննկատ լինես, ուշադրության կենտրոնում չնես, բայց դա անհնար է, չես կարող, որտեղ դա այս մասնագիտության մեջ նորմալ երևույթ է, արդեն սովորում ես, չես կարող մտնես սուպերմարկետ ու ոչ մեկ քեզ չբարևի, չտենա, չնկարվի կամ շուտ հետ այդ զրույցի չբռնվի, պրոստը դու միշտ ուշադրության կենտրոնում ես, բայց լինում է դեպքեր, երբ որ անկեղծ են, որ ուզում ես մենակ մնաս, են որ ուզում ես ազատ լինես, կոպիտ ասած տապշկեքով գնաս մի հատ տեղ ինչ-որ տնից շորտիկով իջնես տնից մի հատ տեղ գնաս, բայց չես կարող, բայց չես կարող, որտեղ ուշադրության կենտրոնում ես պետքա ամեն ինչ նորմալ լինի, չգիտեմ, հագուկապից սկսած ամեն ինչ պետքա այդ է հիմա նորմալ է։ Ինչ որտեղ կարելի ասել քո անձնական ազատությունը կորցնում ես, այդ այն գինն է, որ վճարում ես հաջողակ մասնագետ լինելու համար եւ պահանջված։ Այդի հենց այդ գինն է ճիշտ ասա։ Ու դառնում ես հասարակության այն մարդն ես, ով որ միշտ ուշադրության կենտրոնում ես ու հասարակության անդամ ես, ասենց ասեմ։ Որ միշտ քեզ հետևում են, քեզ ուշադրություն են դարձնում, չնայած նրան, որ դա շատ հաճելի երևույթ է իմ համար, բայց դա լինում է պահել, գիտես։ Լինում է պահել, որ երբեմն չափն անցնում են ամեն դեպքում։ Իսկ քեզ որպես դերասան եղել է, որ ուրիշ պրոդյուսերների կողմից, ուրիշ նախագծերից հրավեր ունենաս, որ որպես դերասան խաղաս, թե ամեն դեպքում, որ դու ինքդ ես հիմա պրոդյուսերությամբ զբաղվում, չի լինում։ Այդ խնդիրը, ես չգիտեմ, խնդիր ասեմ, թե ինչ ասեմ, այդպես բան կա, մի պրոբլեմ, որ մարդիկ օրինակ պրոդյուսերը տեսնում է, որ այս մարդը պրոյեկտ անում, սցենարա գրում կամ այսիշ տեղա խաղացել է, ինքը չի ասում քեզ, կլինի գասին պրոյեկտում էլ խաղաս, օրինակ եմ ասում, դες խնդիր կա։ Գուցե վախենում է, որ շատ մեծ գումար կուզես։ Չէ, գումարի հարց չի, ինքը մտածում է, որ կմերժես, ինքը մտածում է, որ հենա դու քոնը անում ես, խի պետքա գա ինքը իմ մոտ նկարվի կամ չգիտեմ ինչ-որ մի բանով զբաղվի։ Բայց իրականում տենց չի, ես դերասան եմ ու եթե կա պրոդյուսեր, ով որ գտնում է, որ ես կարամ իր պրոյեկտում լինեմ, ես բացեմ դրա համար, ես խնդրեմ չեմ տեսնում ընդհանրապես։ Գուցե դա նրանից է, որովհետև շատերը հենց գրում են իրենց պրոյեկտները եւ դառնում են պրոդյուսերների համար, որ ուղղակի չլինեն ուրիշի մոտ, հա, կոպիտ ասած չգնան ուրիշի ձեռքի տակ աշխատելու։ Ես այդտենց խնդիր չունեմ,
ես չեմ համարում, որ ինչ-որ դերասանը ինչ-որ ձեռքի տակ աշխատում է, այտենց հիշում եմ։ Պրոստը դու հրավիրում են քեզ, գնում ես, կատարում ես քո դերը, քո աշխատանքը։ Եվ գուցե հիանալի նախագիծ լինի։ Հա, միանշանակ, դե բնական է, հրավերներ լինելու դեպքում ուսումնասիրում ես սցենարը, ով անում, ինչ ռեժիսորը կամ ինչ օպերատորը, բայց ամեն դեպքում իմ համար այդ տարօրինակ երևույթ է, որ պրոդյուսերը տեսնում է, եթե դու ես պրոյեկտում, դու ես այդ պրոյեկտում սցենար գրում կամ խաղում, չէ ինքը չի գա կամ չգիտեմ, չեմ կարող բացատրեմ խի չի այդ հրավերը լինում։ Խի չեն Գուցե ի սկզբանե ձեր տեխնատությունը չեն նայում, հա, ձեզ դիտարկում են արդեն։ Ահա։ Հա, ինձ թվում է ի սկզբանե, հա, չեն նայում քո տեխնատությունը, որտեղ մտածում են դու ես պրոյեկտանում, պետք է գաս իմ պրոյեկտում նկարվես։ Ոչ, ես դերասան եմ, ես բաց եմ բոլորի համար։ Կարիքը բաց է բոլորի համար։ Զանգեք ես մարդուն առաջարկեք։ Չէ, չի որ տենց հիմա տպավորություն ստեղծվի, որ ես պրոդյուսերներին խնդրում եմ, որ ինձ նկարեն։ Դու իրականում դու հիանալի բան ես ասում եւ շատ առողջ բան ես ասում, որտեվ դաշտում իսկապես պիտի տենց առողջ համակարգ լինի։ Դու պրոդյուսեր ես, X տեղում դերասան ես, X տեղում եւ մեկը մյուսին չի խանգարում։ Ընդհանրապես դա չի խանգարում, նորմալ երևույթ է, երբ որ դու կանչես քո պրոյեկտում նկարվեն մարդը, որ լավ ինքն էլ է զբաղվում պրոդյուսինգով, բայց կապ չունի այդ մարդը դերասան էլ է, չէ։ Ու համապատասխան օրինակ քո այդ ընտրած կերպարին, բայց ինչի՞ չէ։ Իսկ երբ դու ինքդ ինչ որ նախագիծ ես գրում, քո համար պարտադիր է, որ դու օրինակ ունենաս այդ նախագծում քո կերպարը, թե կարող է ընդհանրապես քո համար կերպար չլինի։ Անկեղծ ասած, կարող է դες մի ժամանակ այդպես չլիներ, բայց հիմա երբ որ գրում եմ, ես մտածում եմ, որ պետք է ես էլ ելնեմ մեջ, էլի խաղամ, այսինքն։ Ուզում ես խաղաս դրա համար։ Բայց եթե համապատասխան չի կերպարը, կարամ եւ չլինեմ։ Կապ չունի դա, ես եմ գրում։ Այսինքն, եթե գտնում ենք, որ այդ կերպարը համապատասխան չի ինձ, ես չեմ խաղա։ Okay, նորմալ երևույթ է դա։ Որտեւ իմ համար կարևորը պրոյեկտն է, ոչ թե այդ բանը ես մեջը կլինեմ, լավ, դա չեմ լինի, մյուսին կլինեմ։ Նորմալ է։ Եվ վերջին հարցս, որ բոլոր հյուրերին եմ տալիս։ Գարիկը Սեփխանյան ինչի հանդեպ իմունիտետ չունի։ 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 Քնելու։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Ինչի հանդեպ իմունիտետ չունի։ Բարդ կարող ես մտածել։ Ջղայնանալու երևի։ Չնայած պայրալում շատ եմ ջղայնանում։ Չեմ կարող ասեմ։ Ես չեմ մտածել այդ ուղղությամբ։ Ինչի հանդեպ չունեմ իմունիտետ։ Կարող ես հետո մտածել։ Okay։ Շտապ պատասխանը պարտադիր չի։ Կմտածես ինձ հետո կզանգես կասես։ Ես կհրապարակեմ։ Շատ շնորհակալ եմ, որ այստեղ էիր, իմ տաղավարում էիր եւ իմ հյուրն էիր։ Քեզ մերսի Ռոզիջան։ Իսկ մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։